Արև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկ.am-ի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ ինչպես Արմեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես Փաստ օրաթերթը գրում է. Այս երկուշաբթի Երևանում կրիմինալ առումով հնչեղ դեպք արձանագրվեց։ Մեկը դիմակավորված ու զինված ներխուժել էր բանկերից մեկի մասնաճյուղ ու եթե փողերը չտակ 20 վայրկյանում կտրաքաստեմ գրությամբ սպառնալով գումարեր պահանջել։ Հետո տվյալ անձնավորությունը բանկից հափշտակել էր 1 միլիոն դրամը գերազանցող գումար, բայց ամենազավեշտականն այն է, որ նույն օրվա երեկոյան լուր տարածվեց, թե հակաօրինական արարք կատարողը Բագրատաշենի անցակետով արդեն լքել է Հայաստանի տարածքը։ Զուտ արձանագրենք, որ Երևանից Բագրատաշեն հասնելու համար առնվազն մի 3 ժամ է պետք, գումարած թե որքան ժամանակ էլ նա անցկացրել է բանկում։ Հոդվածագիրը կասկած է հայտնել կամ ավելի շուտ մտահոգված է, որ ոստիկանությունը չի կարողանում նման դեպքեր բացահայտել, հանցագործություններ բացահայտել։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում երևի 1 տասնյակի հասնող սպանություններ են տեղի ունեցել Հայաստանում եւ ոստիկանությունը նախականխիչ որևէ բան չի արել, ընդ որում այդ սպանությունների մի մասը նախապատմություններ են ունեցել, այսինքն ոստիկանությունը առնվազն տեղյակ պիտի լիներ եւ պիտի վերահսկեր իրավիճակը, բայց ոստիկանությունը դա չի անում եւ չի էլ պատրաստվում անել, ինչու, որովհետեւ դրա մասին մենք ելի ենք խոսել, ոստիկանությունը Հայաստանում մշտապես եղել է օրվա իշխանության ծառան եւ իրենց համար գերխնդիր է եղել օրվա իշխանության ընդդիմախոսներին հետևել, գործեր սարքել, բերման ենթարկել, բռնության ենթարկել, հա, եւ սա բնական իրավիճակ է, երբ ոստիկանության առաջ խնդիր է դրվում ոչ թե հանցավորության դեմ պայքարել, այլ օրվա իշխանության ընդդիմախոսների դեմ պայքարել, ապա ոստիկանությունը դա է, ընդ որում բավական լավ է անում։ Չի կարող ոստիկանությունը այսպես երկփեղկվել եւ գործեր կարել եւ հակաիրավական գործունեություն ծավալել եւ օրենքի համար պայքարել, հա, օրինականություն հաստատել, դա անհնար է եւ բնական է, որ կրիմինալ աշխարհը բացի թողի վիճակում է եւ ինչ ուզում անում են, ով որտեղ ինչ հասցնում, ում հասցնում, սպանում կամ թալանում կամ բռնաբարում է։ Հրապարակ օրաթերթը գրում է. Վերջերս մենք հրապարակում էինք արել վերջին տարիներին հայտնի դարձած օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող 8-8 սուպերմարկետների ցանցի վերաբերյալ, նշելով, որ Նալբանդյանն այն ընդլայնում է Սյունիքում, այս հրապարակումից հետո քաղաքացիներից մեկը մեզ ուղարկել է Մասիս քաղաքում եւ Սարդարապատ գյուղում բացված ցանցի նոր մասնաճյուղերի լուսանկարները։ Մեզ լուսանկարներ ուղարկած անձը առավել ծանոթ էր Սարդարապատի սուպերմարկետի պատմությանը։ Սարդարապատը մեծ գյուղ է, այստեղով անցուդարձը շարժը շատ է։ 88-ի տեղում եղել է Էլիտ սուպերմարկետը, կողքին էլ Էլիտ շինանյութ խանութը, հսկայական սուպերմարկետ էր, մտնում էիր, ծայրը չէր երևում, լավ աշխատում էր, մի քանի տարի, երևի մի տարի առաջ հանկարծակի փակվեց եւ վերջերս տեսանք, որ վերաբացվել է 8-8 հանունով, Մասիսի դեպքում էլ այդտեղ էլ այլ խանութ էր, ասաց մեր զրուցակիցը։ Եթե հիշում եք, հրապարակ օրաթերթը անդրադարձել էր այս պատմությանը, Գորիսում էլ գործող սուպերմարկետը փակվել էր եւ դրա փոխարեն բացվել էր 8-8 սուպերմարկետը, մամուլում, համացանցում տարբեր տեղեկություններ են պտտվում, այս սուպերմարկետը կապվում է Աննա Հակոբյանի անվան հետ, ասում են, ես չգիտեմ որքանով են ճիշտ այս տեղեկությունները, բայց ամենայն դեպս անգամ փակված սուպերմարկետի նախկին աշխատակիցներն են օրինակ ինձ հետ զրույցում փոխանցել, որ իրենց ունեցած տեղեկություններով այո Աննա Հակոբյանին է պատկանում եւ մեծ հովանի է վայելում իշխանական, դրա համար սնկի պես աճում են հանրապետության տարածքում։ Աննա Հակոբյանը մեկ անգամ կարծեմ հերքել է, բայց դա առաջին անգամ չէ, որ այս իշխանությունները հերքում են բան, որը հետո հաստատվում է, այնպես որ թույլ տվեք ինձ իրավունք վերապահել, չհավատալու Աննա Հակոբյանի երգմանը։ Մյուս կողմից այս սուպերմարկետների տարածումը մի բանի մասին է խոսում։ Այս իշխանությունները շարունակում են նախորդ իշխանության լավագույն, ճակերտավոր ասած, լավագույն ավանդույթները եւ փոքր ու միջին բիզնեսին դուրս են մղում շուկայից։ Մարդիկ, որոնք մի խանութով իրենց ընտանիքն էին պահում, այլ ընտանիքների օգնում, հա, իրենց շրջապատում, մարդիկ, որոնց մի խանութում վաճառվում էր իրենց համագյուղացու ապրանք, իրենց ծանոթի գյուղմթերքը, հա, այսօր այդ մարդիկ դուրս են վռնդվում շուկայից եւ սուպերմարկետների ցանցերն են գրավում շուկան։
Եվ ես ձեզ վստահեցնում եմ, սա որևէ լավ բանի չի տանելու, սա շղթայական հետևանք է բերելու, գալու է նրան, որ ցանցերը աշխատելու են խոշոր ֆերմերային տնտեսությունների հետ, եւ բնականաբար այդ ֆերմերային տնտեսությունները նոր հողեր են մշակելու, նոր տարածքներ են գրավելու, իսկ գյուղատնտեսությամբ իր ընտանիքը, իր օրվա հացը վաստակող գյուղացին ուղղակի մնալու է սոված, որովհետև իրացնելու տեղ չի ունենալու։ Ցանկացած նորմալ երկրում դժվար է պատկերացնել սուպերմարկետների նման առատություն։ Սովորաբար սուպերմարկետները ինչ որ քանակի բնակչության համար են նախատեսված։ Մի սուպերմարկետը չես կարող այնպես ինչպես Երևանում կամ Հայաստանում ես տեսնում իրար կողքի կամ մի փողոցի վրա մի քանի սուպերմարկետ։ Եվ օրինակ սուպերմարկետներին ամեն բան վաճառել չի թույլատրվում։ Հաց, չգիտեմ, Հայաստանի սուպերմարկետներում միայն ծննդատուն չկա, ոնց որ ամեն ինչ կա։ Եվ սա էլ խոսում է այն մասին, որ նպատակ է փոքր եւ միջին գործարարներին, բիզնեսով զբաղվողներին ուղղակի դուրս մղել, կամ թող արտագաղթեն, կամ թող գնան դառնան վարձու աշխատող այս մարդկանց մոտ, իսկ նրանք օլիգարխներ կդառնան։ Փաստ օրաթերթը գրում է. վերջին տարիներին Հայաստանի կրթական քաղաքականության առանցքային թեմաներից մեկը դարձել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը, որը հաճախ իշխանությունների կողմից ներկայացվում է որպես իրականացվող բարեփոխումների առանցքային ձեռքբերում, սակայն նույնիսկ ամենաթեթև վերլուծության դեպքում ակնհայտ է դառնում, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին հայտարարություններն ընդամենը հանրությանը մոլորեցնելու փորձեր են։ Իշխանությունները մշտապես շեշտադրում են, որ կրթության ոլորտում ուշադրության կենտրոնում է ոչ միայն ենթակառուցվածքների, դպրոցաշինության ու վերանորոգման հարցը, այլ նաև ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավումը։ Սակայն իրականությունն այն է, որ աշխատավարձի բարձրացման գործընթացը կառուցված է այնպիսի սկզբունքներով ու պահանջներով, որոնք էապես սահմանափակում են ուսուցիչների մեծամասնության իրական հնարավորությունը օգտվելու իրենց վարձատրությունն ավելացնելու հնարավորությունից։ Մինչ իշխանական շրջանակները հանրային քննարկումների ժամանակ հաճախ մատնանշում են, թե իրենց կառավարման օրոք ուսուցիչներն ի վերջո սկսել են ստանալ բարձր եւ արժանապատիվ աշխատավարձ, իրականում գործ ունեն խիստ ընտրողական սահմանափակ եւ ոչ ներառական մեխանիզմի հետ, որը ոչ միայն չի նպաստում կրթական որակի աճին, այլև խորացնում է համակարգային անհավասարությունները։ Խոսքը այդ ատեստավորման գործընթացի մասին է եւ այո, ես գոնե տեղյակ եմ, որ բազմաթիվ հրաշալի ուսուցիչներ, մանկավարժներ, որոնք ասենք 10, 20, 30 տարի նվիրել են դպրոցին իրենց կյանքից, այդ ատեստավորման գործընթացը չեն անցնում, որովհետև շատ տեխնիկական է։ Եվ կարող է օրինակ հայոց պատմության ուսուցչի լավ մասնագետին հարցեր տրվեն, ասենք համաշխարհային պատմությունից, Չինաստանի պատմությունից, չգիտեմ, այնպիսի ռեգիոնալ հարցեր տրվեն, որ մարդը չի կարողանում հաղթահարել, բայց ինքը հայոց պատմության լավ ուսուցիչ է, լավ մանկավարժ է։ Մյուս կողմից մենք պետք է արժանին մատուցենք այն ուսուցիչներին, որոնք տասնամյակներ շարունակ ցածր աշխատավարձով աշխատել են դպրոցներում, եւ պետք է ուսուցիչների աշխատավարձը համընդհանուր բարձրացվեր, սոցիալապես լավ պայմաններ նրանց առաջարկենք եւ նաեւ որակական վերահսկողություն դրվեր։ Այո, տարիների ընթացքում կան եւ կլինեին ուսուցիչներ, որոնք դուրս կմնային համակարգից, բայց դա արդեն կլներ արդար մոտեցում։ Մյուս կողմից մեծ վաստակ ունեցող ուսուցիչները, մանկավարժները հնարավորություն կունենային իրենց անցած տարիների համար չստացած աշխատավարձն էլ ստանալ, որպես շնորհակալություն այս պետության կողմից։ Իսկ պետությունը գնում է հակառակ ճանապարհով, այս իշխանությունները, մարդիկ, որոնք երկար տարիների վաստակ ունեն, ուղղակի դուրս են մնում կրթական համակարգից, գալիս են երիտասարդները, որոնք կարողանում են այո տեխնիկական առումով այդ ատեստացիան անցնել, բայց փորձառության եւ գիտելիքների, հմտությունների առումով միանշանակ զիջում են տարիների վաստակ ունեցող մանկավարժներին։ Հրապարակ թերթը գրում է. Եվրոպական կառույցները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները թեև չեն արձագանքում, հայտարարություններ չեն տարածում, բայց ուշադիր հետևում են Հայաստանում խոսքի ազատության դեմ ոտնձգություններին։ Այդ շարքում են դիտարկվում եւ Առավոտ օրաթերթին իր տարածքից հանելը եւ ժուրնալիստների միության դեմ հարձակումները եւ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ հրապարակ օրաթերթի։
եւ Սամվել Կարապետյանի եւ Միքայել Աջապահյանի կալանավորումները։ Ուրեմն ասեմ, որ այսօր հրապարակ օրաթերթի դատն է եւ մենք մեր աջակցությունն ենք հայտնում հրապարակ օրաթերթին։ Հրապարակ օրաթերթը իրական խոսքի ազատության առաջամարտիկներից է։ Հրապարակ օրաթերթը այս տարիներին ցույց է տվել, որ որևէ իշխանություն իր վրա ազդեցություն չի կարողանում ունենալ։ Այո, բոլոր լրատվամիջոցներն էլ կարող են ունենալ թերություններ, իսկ կոնկրետ այս գործով հրապարակ օրաթերթը հետաքրքիր հրապարակում էր արել, հիշեցնեմ, որ իրենց հոդվածագիրը, որ ինչպես Տիկին Օհանյանը երեք գրել էր, կեղծանունով է հանդես եկել, գրել էր Նիկոլ Փաշինյանի եւ իր մամուլի խոսնակի սիրային կապի մասին եւ Փաշինյանը դրան ձելելով դատի է տվել։ Հիշեցնեմ, որ օրաթերթը այս հրապարակումը արել էր այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը այսպես այլանդակ կերպով ներխուժել էր հոգեվորականների անձնական կյանք, իրական հորինված պատմություններով, սեռաշեղված այսպես գրառումներով, եւ ես հիշեցնեմ, երեք էլ դրա մասին խոսեցինք, Նիկոլ Փաշինյանի սեռաշեղված այս քարոզչությունը, հակաեկեղեցական արշավը ունենում է նաև զոհեր եւ այդ զոհերից մեկը Աբովյան քաղաքի բնակիչ էր Սարգիս անունով, որը սպանվել էր Աբովյան քաղաքի մեկ այլ բնակչի կողմից եւ պատճառը Նիկոլ Փաշինյանի գրառումն էր։ Ահա թե ինչ հետևանքների է բերում Նիկոլ Փաշինյանի ատելության քարոզը, որը 7 տարի չի դադարում։ Մյուս կողմից մենք իմացանք, որ ժուրնալիստների միությունն է հայտնվել թիրախում, ուզում են տարածքը խլել ժուրնալիստերի միությունից, պատճառաբանելով, որ իրենք պետությանը վերադարձնում են այն, ինչ պատկանում է պետությանը։ Նախ դա այդ կառույց, այդ շինությունը ժուրնալիստերի միությանը մնացել է սովետական միությունից։ Եվ լրագրողները, դա կոպիտ ասած լրագրողների հիմնած կառույցն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այդ ազատության լրագրողի նախկին ազատության ռադիոկայանի նախկին լրագրողը, որը այս գործընթացը նախաձեռնել է, որևէ ամագ չունեն ժողովրդի ասած, այդ ժուրնալիստերի միության տարածքի վրա, փոխարենը տարածքը կենտրոնում է եւ իրենք փորձում են խլել այդ տարածքը ժուրնալիստերի միությունից, այնտեղ հիմնավորումներ են բերում, որ մեծ տարածք է, բայց քիչ ինչպես եկամուտներ են երևում, ես խնդրին գոնե որոշակի իմաստով ծանոթ եմ, գիտեմ, որ ժուրնալիստերի միության նախկին ղեկավարի օրոք այդ տարածքները վարձակալության են հանձնվել շատ ցածր վարձավճարով եւ ժուրնալիստերի միության ներկա ղեկավարը Սաթիկ Սեյրանյանը բավական երկար տարիներ պայքարում է դատական ընթացակարգով, որպեսզի հնարավորություն տա այդ իրական վարձավճարներ ստանա եւ ժուրնալիստերի միությունը կարողանա բնականon գործունեություն ծավալել։ Մյուս կողմից ժուրնալիստերի միությունը միակ լրագրողական կազմակերպությունն է, որը հայկական է եւ չի սպասարկում արևմտյան շահեր, թե չէ լրագրողական կազմակերպություններ շատ կան, որոնց փողը տալիս են, այդ մարդիկ էլ ինչ-որ զեկույցներ են գրում եւ առաջներտին թիրախավորում են լրագրողներին, որոնք այսօրվա իշխանության քննադատներն են։ Հրապարակ թերթը գրում է. բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից Հայկական ժամանակի կայքից հեռացրել են Սամվել Կարապետյանի կալանքի մասին աղմկահարույց հրապարակումը։ Հիշեցնենք նախորդին, երբ դատարանը քննում էր կալանքը փոխելու միջնորդությունը, երեկոյան 19:20 վիճակայքում Հայկական ժամանակը Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ վերնագրով լուր հրապարակեց, որն անմիջապես արտատպվեց այլ լրատվամիջոցներում, սակայն դատարանն իր վճիռը հրապարակեց դրանից մոտ 12-14 ժամ անց։ Միջնորդության քննությունը միայն կեսգիշերն անց ավարտվեց, իսկ որոշումը հրապարակվեց հաջորդ օրը կեսօրին։ Հրապարակման արձագանքեց նաև Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է հեռախոսային արդարադատություն։ Երեկ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին վճիռը։ Այսօր դատարանը պաշտոնապես հաստատեց այդ կանխորոշված դատավճիռը, երկարաձգելով կալանքը եւս 2 ամսով։ Հիշեցնեմ, Հայկական ժամանակ օրաթերթի խմբագիրը Նիկոլ Փաշինյանի կինն է, Աննա Հակոբյանը, եւ ըստ էության Աննա Հակոբյանն է որոշել, թե Սամվել Կարապետյանին որքան կալանք պիտի տան։ Հակառակ պարագայում Հայկական ժամանակը ինչպես է
10-12 ժամ առաջ իմանում, թե դատարանը ինչ որոշում է կայացնելու Սամվել Կարապետյանի գործով։ Մենք այստեղ կարող ենք իհարկե ենթադրել, որ դատավորներին հրահանգված է հետևել Աննա Հակոբյանի խմբագրած թերթին եւ այնտեղ ինչ հայտնվի հուշումներ կլինեն, հա, աչքով են տալիս, որպեսզի դատավորը հասկանա, թե ինչ որոշում պիտի կայացնի։ Այդ օրը երևի աչքով տալը մի քիչ վաղ են հրապարակել, 10-12 ժամ առաջ են հրապարակել կամ շատ ուղիղ են գրել տեքստը եւ ստիպված են եղել հեռացնելու, բայց մի բան ակնհայտ է, որ Աննա Հակոբյանի խմբագրած թերթից հրահանգներ են իջնում դատավորներին եւ այդ հրահանգները կատարվում են մի քանի ժամ հետո։ Սա արձանագրենք, որ հետո չասեն թե նաեւ եվրոպական կառույցները մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները չասեն թե չենք ասել, Աննա Հակոբյանը փաստորեն որպես գլխավոր խմբագիր հայկական ժամանակի ուղիղ ներգրավվածություն ունի Սամվել Կարապետյանի կալանավորման գործին, Սամվել Կարապետյանի դեմ շինծու կարված, հորինված այս գործի ընթացքի վրա մեծ ազդեցություն ունի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արսեն Թորոսյանը, ով այժմ ղեկավարում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարար եղած ժամանակ խայտառակ գործողություններ է իրականացրել, որոնք արձանագրված են ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքներում։ Նույն COVID-ի բուժումը մի հիվանդանոցում արժեցել է 722,000 դրամ, իսկ մեկ այլ հիվանդանոցում 109,000 դրամ։ Նախորդ հրապարակումներում օրաթերթը գրել էր, որ թե ինչ չարաշահումներ է թույլ տվել Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը ըստ ֆինանսների նախարարության, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխանությունների հատկապես Նիկոլ Փաշինյանի համար թիվ 1 օրակարգային թեման շարունակում է մնալ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից կաթողիկոսին հեռացնելը։ Փաշինյանի թիմը շարունակելու է ամեն կերպ վարկաբեկել կաթողիկոսին ու նրա մտերիմ հոգևորականներին նրանց անդադար արձաքննությունների հրավիրելով, մինչև ճնշումները հասնեն անձամբ կաթողիկոսին։ Իշխանական աղբյուրներից տեղեկացան, որ բացահայտել են կաթողիկոսի կողմից լուրջ բացթողում, թե վեհապարն իր գահակալության 26 տարիների ընթացքում Ազգային եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ։ Ըստ մեր աղբյուրների այդ հավաքների ընթացքում բոլոր հոգևորականները քննարկում են եկեղեցու վերաբերյալ ներքին ու արտաքին խնդիրներ, հենց այդ ժողովն է ընտրում ամենայն հայոց կաթողիկոսին, որոշումներ ընդունում ազգային եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ, լսում կաթողիկոսի եկեղեցականների ներկայացուցչական ժողովի գերագույն հոգևոր խորհրդի եւ իր կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները եւ անհրաժեշտության դեպքում կայացնում որոշումներ։ Ու թեև դա զուտ ներեկեղեցական հարց է եւ ներքին կառավարման խնդիր, Նիկոլ Փաշինյանը որոշել է այն դիտարկել որպես նոր ճնշման գործիք, կաթողիկոսից պահանջելու պարզաբանում, թե ինչու ժողովները 2017 թվականից հետո չեն անցկացվել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Լիլիթ Մակունցը, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն է, ստացել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարման ռեեստրում հայտարարագրված ամենաթանկարժեք նվերը։ Հոկտեմբերի 25-ին Մակունցը համագործակցության շրջանակներում աշխատանքային հանդիպում էր ունեցել ամերիկյան Twins Big ընկերության գլխավոր տնօրեն գործարար Տիգրան Սաֆարյանի հետ։ Օրաթերթը գրում է. Խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունները ներողություն։ Մի խոսքով թանկարժեք նվեր էր ստացել եւ դա արձանագրվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Հիշեցնեմ, որ պետական պաշտոնյաները, որոնք ստանում են թանկարժեք նվերներ, X գումարից ավել արժեցող նվեր, պարտավոր են դա հանձնել պետությանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարանում հայտնված ATV հեռուստաընկերության կիսաբաց լուսամուտներ հաղորդման աշխատակից Հասմիկ Հակոբյանը փորձում է դասեր տալ լրագրողներին, մոռանալով սեփական անցյալը։ Ամենաաղմկահարույց հեռուստահաղորդումը, որի մասնակից քաղաքացիները մինչ օրս տարբեր տեսանյութերով անգամ համացանցում դառնում են ծաղրի առարկա, նաև հենց Հասմիկ Հակոբյանի շնորհքն է, հիմա նա դարձել է իշխող ԿՊ վարչության անդամ, չի շփվում կիսաբացի նախկին գործընկերների հետ, կարճ ասած մոռացել է անցյալը։ Հիշեցնենք, որ մինչ ԿՊ-ական դառնալը Հասմիկ Հակոբյանը ոչինչ չունեցող գործավարուհի էր, ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, հետո մտել էր օրինաց երկիր կուսակցության պատկանող մեդիա լրատվադաշտ ու ՕԵԿ-ի քարոզիչ էր աշխատում։ Հրապարակ օրաթերթը գրում է.
Վաղար շաբաթում տեղի ունեցած ընտրություններից հետո նախարար Դավիթ Խուդայթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը եւ նշանակված էր որպես թիվ 1 պատասխանատու, ըստ որոշ լուրերի պաշտոնի առաջխաղացման ակնկալիք ունի։ Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին, սակայն ԿՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդայթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է թիմերը, մարզպետներին եւ գլխավոր ձայն բերողն է համարվում։ Պատահական չէ, որ համապետական ընտրություններն արդեն իսկ ձևավորված շտաբում Խուդայթյանին թիմերի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդայթյանը կարող է ստանալ իր վարձքը, նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։ Մինչև անցնենք պոլիտիկայի հրապարակմանը, առաջարկում եմ գովազդային դատար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ հետևում եք մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, ինչպես նաև գրել ձեր կարծիքը, մենք հետևում ենք ձեր մեկնաբանություններին եւ դրանից անում նաև հետևություններ, եթե դրա տեղը կա։ Ուրեմն 3 ժողովուրդ օրաթերթի հրապարակումը Արմավիրի ԿՊԱ-ական մարզպետ Վահրամ Խաչատրյանի $33,000 արժեցող ձեռքի ժամացույցի մասին մեծ անհանգստություն էր պատճառել իշխանություններին։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում ժողովրդին համոզելու, թե նախկին պարտքով գարեջուր խմողների կերպարով հանդես եկողներ են եւ շատ լավ են հասկանում ժողովրդի դարդն ու ցավը։ ԿՊԱ-ականները լավ գիտեն, որ երբ ժողովուրդը սկսի տեսնել իրենց օլիգարխացումը, ապա իրենց քաղաքական վերջը կգա հենց իրենց հավատացող միամիտ քաղաքացիների կողմից։ Դրա համար փորձում են բոլորը միասին թաքնվել Նիկոլ Փաշինյանի բուլաթից ատամի հետևում, բայց իրականությունից չես փախնի։ $33,000 արժողությամբ ժամացույց կրող Վահրամ Խաչատրյանը նույնիսկ շարքային աղքատ է երևում ԿՊԱ-ական մեկ այլ մարզպետի, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ֆոնին։ Վերջինս մի լուսանկար էր հրապարակել, որտեղ իր ձեռքին երևում է գերթանկարժեք ժամացույց։ Խոսքը Patek Philippe մոդելի ժամացույցի մասին է, որի գինը տատանվում է $250,000-ից մինչև $313,000։ Ըստ հայտարարագրի նա այդ ժամացույցը ձեռք է բերել 2023 թվականին, երբ ԿՊ-ի աջակցությամբ դարձել էր Ջերմուկի քաղաքապետ։ Սա այնպիսի շքեղություն է, որն անգամ չունեն Փաշինյանին աջակցող քաղաքացիների կողմից այդքան ատելի նախկինները։ Հետաքրքիր է, Փաշինյանին աջակցող ամսական լավագույն դեպքում 120-150 հազար դրամ վարձատրվող մեր հայրենակիցները կարող են պատկերացնել, որ առնվազն $250,000 արժեցող ժամացույց կրող մարզպետը կարող է մտածել իրենց խնդիրների մասին կամ ցանկության դեպքում կարող է հասկանալ այդ խնդիրները։ Սա է Փաշինյանի օլիգարխացած կառավարությունը։ Նրանք ապրում են շքեղ կյանքով, բայց շարունակում են որպես ցուցափեղկային նմուշ ժողովրդի աչքի առաջ պահել Փաշինյանի բուլաթից ատամը, որպեսզի ժողովուրդը չնկատի, թե պարտքով գարեջուր խմողների կուսակցությունը արդեն ունի օլիգարխ մարզպետներ, նախարարներ ու падգամավորներ։ Սա ուղղակի լավագույն ապացույցն է այն խոսակցությունների, որ վերջերս մենք ունենում ենք մեր հայրենակիցների հետ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օլիգարխների իշխանություն է։ Հակառակ դեպքում ինչպես կբացատրեք, որ Վայոց ձորի մարզպետ ԿՊԱ-ական Վահագն Արսենյանը գրում է առնվազն $250,000 արժեցող ժամացույց։ Արդյոք սա օլիգարխի վարքագիծ չէ, արդյոք ժողովրդական կառավարությունը նման անդամ կարող էր ունենալ, արդյոք ժողովուրդը պայքարում էր նրա համար 2018-ին Սերժ Սարգսյանին մերժում էր նրա համար, որ այսպես ասած ժողովրդական կառավարության անդամ կամ կառավարությունում մարզպետ աշխատողը $250,000 արժեցող ժամացույց կրի, հա։ Սա մտածելու բան է, որ մեր սիրելի հայրենակիցները պիտի մտածեն, սա պիտի ստիպի նրանց հասկանալ կամ տեսնել այն իրականությունը, որ կա,
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որևէ կապ չունի ժողովրդի հետ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հեռացել է շարքային քաղաքացիների խնդիրներից, չի էլ կարող հասկանալ։ Դուք պատկերացնում եք $250,000 դա 250 միջին վիճակագրական մանկավարժի 1 տարվա աշխատավարձ է կամ 1 մանկավարժի 250 տարվա աշխատավարձ է, եթե Աստված իրեն այդքան կյանք տա։ Սա պիտի տեսնել, պետք է հասկանալ, որ մենք այլևս գործ ունենք օլիգարխների կառավարության հետ, նրանք նույնքան հղբացած են, նույնքան շփացած են, որքան ձեր կողմից մերժելի նախորդ կառավարությունը։ Այսօր այսքանն ենք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։